Բարև ձեզ, այսօր ես կկատարեմ երկու փորձ, որտեղ ցույց կտամ երկու լիցքավորված մարմինների միջև փոխազդեցությունը։ Առաջի փորձի համար ինձ անհրաժեշտ էր անձեռոցիկ, որոնք ես կտրել եմ այս ձևով եւ ամրացրել եմ այս թղթի կտորին եւ փուչիկ, որպես ցույց տամ նրանց միջև փոխազդեցությունը։ Իսկ երկրորդ փորձի համար ինձ անհրաժեշտ էր այսպիսի տարա, երկաթյա ձող եւ ստվարաթուղթ։ Այս տարայի փականում ես ամրացրել եմ երկաթյա ձողը, որի վրա ամրացրել եմ որի վերևի մասում ամրացրել եմ ստվարաթղթի գունդ, իսկ ներքևի մասում երկված կլորաձև ստվարաթղթի կտոր եւ նույնպես փուչիկ, որպես ցույց տամ նրանց միջև փոխազդեցությունը։ Ինչպես գիտենք, մարմինը լիցքավորելու համար անհրաժեշտ է շփում եւ այս փուչիկը լիցքավորելու համար ես այն պետք է շփեմ իմ մազերին, որպեսզի այն լիցքավորվի։ Փուչիկը լիցքավորելուց հետո ես այն մոտիկացնում եմ այս մարտուկներին եւ ինչպես տեսնում եք, նրանք սկսում են ձգվել փուչիկին։ Հիմա ես կրկին կլիցքավորեմ փուչիկը եւ կկատարեմ արդեն երկրորդ փորձը։ Փուչիկը լիցքավորելուց հետո ես այն կմոտիկացնեմ այս գնդին եւ ինչպես տեսնում եք, ներքևից ստվարաթղթի կլորաձև կտորները միմյանցից հեռանում են եւ երբ ես տանում եմ փուչիկը, նրանք կրկին միանում են։ Եվ այս երկու փորձերի արդյունքում մենք ցույց տվեցինք, թե ինչպես են փոխազդում երկու լիցքավորված մարմինները, եւ լիցքավորված մարմինների միջև փոխազդեցության ուժը ցույց տվեցինք, որ կախված է նրանց լիցքավորման աստիճանից եւ ինչ հեռավորության վրա են միմյանցից գտնվում այդ մարմինները։ Եվ նաև այս երկու փորձերի արդյունքում մենք իմացանք, որ մարմինների միջև փոխազդեցությունը տարբեր է, այսինքն երբ որ մարմինները տարբեր լիցքեր ունեն, մեկը դրական է, մեկը բացասական, ինչպես տեսանք այս մարտուկների դեպքում, նրանք ձգվում էին միմյանց, իսկ եթե լիցքերը երկուսն էլ դրական կամ երկուսն էլ բացասական են, նրանք հեռանում են, ինչպես տեսանք այս փորձի արդյունքում, քանի որ այս ստվարաթղթի կտորները միմյանցից հեռանում էին։ Այսպիսով մենք իմացանք ինչպես են փոխազդում լիցքավորված մարմինները միմյանց միջև։